Փարեվցես սիրելի հետևորդներս, քանի մի շաբաթ կամքի անգախ պատճառներով չգրծա ընթերցանությունս կատարել, հիմա կշարունակեմ մնացած դեղես։ Սիլահտարի բարդեզներում։ Սմերնային, երբ բարդեզին թրները կփակվեին, հուսահատություն կկրավեր իմ մանկական օդքիս, մեկ կամ մյուս մորակրոջուս կիրգը ջերմակ բազմոցին վրա գծկդած, գարոդով գիշեի արակնավետ արահատները և վարդենիները, այնադեն աչկերս կկոցեի և ինքսինքիս կբատմեի հեկյատունակ բատմություններ, ուր վարդեր կխոսեին, ձարեր կքալեին նազանքով ու իրենց բազգադարած ջուղերով շուրջբար կգազմեին։ Բարեփոխտաբար տանը մեջ գային երկու օվասիսներ, ուր սակայն իմ մուտքս հազվադեպ էր։ Անոնց մեկն էր Երանիկ մորակրոջուս սենյակը, ուր մինագը յազմա կպաներ։ Երանիկ մորակույրս խստիվ կպաշտպաներ իր առանցնությունը և ինձ համար իր սենյակը խորհրդավոր որջ մներ, ուր մտնելու երանությունը կհամարեի անհասանելի երազ։ Մյուսը տանը ամենեն ընդարձակ սրահն էր, ուր մորակույրերս երբեմն տեմտեմի, երբեմն առանցին թեզգահներու վրա յազմա կպանեի։ Այդ սրահը հրաշալի աշխարհ մներ ինձ համար։ Քեդինը ծածկված էր պսյատով, որ թեթև մը կջրջրար մորակույրերս մուջակներուն տակ։ Բազմոցը ծածկված էր նկարեն գդավով։ Վարակույրները թեղնորակ էին, կարմիր խիտ գիծերով։ Իմ հիացումիս գլխավոր առարկաներն էին թեզգահները ցածեղաններ, որոնց առաջ կմինդերներու վրա ծալաբադիկ նստած յուղապեր և մակրիկ մորակույրերս յազմա կպանեին։ Անոնք հագած կլային թեղին վարդակույն կամ գաբույտ ենթարիներ, նկարազարդված խոշոր կունակեղ ծաղիկներով։ Թեզգահներում մեկ եզերքը թրված էին հողե ամաններով, կարմիր թեղին և մանիշակագույն ներկեր։ Կանանչը և գաբույտը Երանիկ մորակույրս կպաներ։ Յազմաներու կծակրված դերևները և ծաղիկները քույն և ռուլիև կստանային, երբ մորակույրերս վրձինները կտատղեին այս կամ այն ներգի մեջ և կպանեին։ Ներգված յազմաները կպրեին շարքով կապված առասաններու վրա և իշտապ աշխատելով կխոսակցեին։ Անոնք իմ հետաքրքիր մտքիս առաջ կփանային դուրսի անծանոթ աշխարհի դռները։ Շատ բան չի հասկնար այդ խոսակցությունները, բայց իմ նորազարդ երևակայությունս թևեր կառներ և այդ խոսքերու բեկորներով ինձ համար աշխարհը կստեղծեի։ Մասնավորաբար չերմ սիրով կսիրեի յուղապեր մորակույրս, որ գոգո կկոչեի։ Ան քույրերուն ամենամեծն էր և ոչ միայն ինձ, այլև մայրիկիս համար ուներ մայրական զգացում, աներ որ ինձ կխնամեր, կլվար, կհագվեցներ և գիշերները կտաներ բարգեցնելու։ Գոգո նուրբ կազմվածքով, բաց շագանակագույն մազերով և խորը ինգած սև աչքերով կին ուներ, հոգածու իր արտուզարդին։ Մազերը կգդրեր ջակտին վրա և տանը մեջ միակ կինն էր, որ պրինցապոշի կգործածեր։ Հակառակ այդ մասին իրեն եղած մեղադրանքներուն։ Կսիրեր կունակեղ գերբասներ և գիշեմ, որ դարիներով ցանկություն ունեցած էր կարմիր տավիշե հագուստ մշինելու, ինչ որ անկարելի եղած էր տանը մեջ տիրող մայրական խիստ կարծիքին պատճառով։ Երբեմն գոգո գինար մելամղսոդության մեջ և ինչպես եթե կել ըրածլար բոլոր դնեցիներուն, մռայլ և դխուր կաշխատեր ծախծեր կտրած քունքին, որովհետև գլխի չղային շարժում ուներ, որ կսասկանար այդ օրերում և արդյունքը անշշուկ կսայեր նիհար այտերուն վրա։
Այդ դխրության պատկերը սիրտս կջնշեր եւ կդարաբեցներ ինձ։ Այլևս չի գիտեր ինչ ունել, քիչ մը ժպիտ բերելու համար Գոգոյի հուսահատ դեմքին վրա, ինչ որ երբեմն կհաջողեի։ Բայց եթե լավ դրամատուրգիան մեջ լար, Գոգոն քաղցր եւ խանդագատ կիներ։ Ոչ ոքի պերնեն չեմ լսած այնքան չերմ եւ քորոբոտ խոսքեր, որքան իր մեն։ Ինձ խնամած միջոցին չեր թատեր ամեն մեկ գործողությունը, հանվեցնել, հակվեցնել եւ այլն, բարուրելու սիրազեղ մրմունչով, անսահման համբերությամբ կգադարեր բոլոր պապակներս, մեղմությամբ կսանդրեր մազերս եւ ինձ ըսպաղեցնելու համար պատմություններ կպատմեր կամ երգեր մեղմ եւ դխուր ցայնով։ Ակրիկ մորակույրս ընտագարագն փռում բնավորության դերեր եւ հանգարձակի իր դրամատրությունը կփոխվեր։ Գենսուրախ եւ օժդված հարուստ խառնվածքով։ Մյուս կողմանը չունենալով եղբայրներուն բադեությունը դունեն դուրս անցնադուրլալու իր բնության թրթրումներուն ան երբեմն չնչին պատճառներով գունենար զայրույթի փուրն բորտկումներ եւ գմպոստանար նույնիսկ մորը թե։ Մորը մահենեդո միայն ավելի քան հասուն դարիքիմը ամուսնացավ ողորմելի մարդու հետ, որուն համար մինչև այդ մարդուն մահը ունեցավ արդար արհամարանք, բայց շնորհիվ այդ ամուսնության ցերկ բերավ իր անկախությունը եւ անցնադուր եղավ անվերջ քեյֆի։ Ամեն իրգուն օղիի ափսեն կշտկվեր, հյուրերը, որոնց մեկ մասը նվագածուներ էին եւ թրացիներ, հայ եւ թուրք, գհավաքվեին եւ նվագներով, երգերով կզվարճանային։ Եվ եթե բադայր, որ թթված դեմքով թրացիմը քննադատական խոսք մմրմրայ այդ անվերջ կեյֆերուն համար, ոչ երեսի եւ հասներ մակրիկ մորակոչ սականչին, անգստանար պերնին պայը։ Ծմերման գարձորերում, երբ մորակույրերս կշարունակեին աշխատանքը լամպարի լույսով, մայրս երբեմնից կրգած կամ ցերկես բռնած կբերեր այդ սուրահը։ Յազմաները շուտ չորցնելու համար վարարան տրազեին, փայդը կհուրհրար, լամպարներու լույսը կկտկտեին։ Ներգերու հոդը արդասանված խոսքերը իմ մեջս հարուցած պատկերներ գլխաբուդույթ կպատճառեին ինձ։ Հայրս երբեմն գուշանար, կբադայեր, որ մինչև կեսգիշեր աշխատեր իր արհեստանոցի մեջ։ Այդ բարակային երբեմն գմորնային ինձ տանիլ բարգեցնելու։ Մոր եղբայրներս մեգիկ կվերադառնային իրենց գործերեն, ավելի հաճախ կինեդուներեն եւ կսկսեին ընդհանուր խոսակցությունը գործերուն վրա, գործադերին վրա, ուրիշ բամբորներու եւ բամբոյրույներու վրա։ Թե մոր եղբայրներս, թե մակրիկ մորակույրս, յուղապեր մորակույրս հեզեր եւ համագերբող, անմիջապես անխնա ձաղրի եւ արհամարանքի արարգա գնեին իրենց կորձադերը, որ չևիգենց պարտիգը կգոչվեր։ Այդ պարտիգին եղբայրը Թատյոս Աբուշեր եւ թաղեցիները Արը անունը դվեր էին անոր։ Մոր եղբայրներս կպատմեին Արային շահադագությունները, շուգային եւ փողոցներու մեջ եւ լիաթոք գխնդային։ Երբեմն ալ գվերիշեին հին պատմություններ իրենց հորը եւ հոր եղբայրներուն առնչությամբ եւ ես այդ բոլորը գլսեի ինչպես հրաշալի հեքիաթներ, բայց իմ երջանկությունս իր լրումին կհասներ, երբ Տիգրան մոր եղբայրս գուկար կինեդունեն։ Գանգանը, այդպես կգոչեի զինքը, շենշող բնավորության դեր էր եւ իր կինովությունը
զվարթեր։ Մինչ Բողոս Բեդրոս երկու եղբայրները ֆեսադեին, այսինքն գրիվ կպնդրեին երբ խմածլային։ Գանգան ինձ կարներ բազուկներուն վրա կբարձրացներ մինչև առաստաղը 1000 գադակ կներ մեկին եւ մյուսին հետ եւ երբեմն ընկողմանած փսիաթին վրա տեստան գսեր կամ իր ստեղծագործած աշխուղական երկերեն մեկը երկեր գկրեր հայդարերով թրքերեն բանաստեղծություններ անոսմե մաս մաճողած են բրգել եւ մինչև այսօր գբայ Դիկրան մոր եղբայրս դբրոց կացած ուսմունք ստացած էր շատ լավ գիտեր հայերեն քրապար եւ թրքերեն Üsküdarի Սուրբ Խաչ դբրոցը ավարտել հետո մտած էր իբր քրակիր Բաշտոնի դրա բզոնցի թուրք վաճառականի մտքով բայց օրմը մեկներ էր վաճառադունեն թափարեր էր Անադոլի քաղաքները եւ վերադարձեր էր բոլիս Պերիշան վիճակի մեջ հետո ինքնալ մտեր էր յազմայի գործի մեջ եւ Բողոս Բեդրոս եղբայրներուն պես դարձեր էր բանվոր Անոնք ամարվան դակին ծմերվան սուրդին գերտային ձովեզեր յազմանվալու Թաց յազմանները ուսերնուն գպասրանային զարիվերեն ներգը գպադրաստեին կորց գպաժնեին թաղերը եւ ամեն իրիգուն կինեդուն գերտային օրվան ձանր աշխատանքեն ամոկվելու համար Գանգան հաջելի թեմքով մարտել սև աչքերով, արատ եւ սև մազերով եւ թավ բեխերով, երբ գես կինով լար, անուշ ցայնով կբատվեր հին եւ նոր խաբադայներու արարքները, կբատվեր եւ ուրիշ կաչերը մասին, որոնք ըմպոստացած դիրող անարտարություններ են, լերը կաշված եւ էշկիա դարձեր էին Դիկրան մոր եղբայրս այնքան երանտով գխոսեր այդ էշկիաներուն վրա որ երկար ադեն խորածեմ թե աշխարի ամենեն բանձալի մարդիկը լերը աբաստանած ավազակներն են երբ դուդուն ներգալներ այդ խոսակցության հոնքերը գխոժորեին եւ աչքերը ագնաբիշ գնայեր անորոշ գեդիմը Գանգան կնշմարեր դուդին դահաջությունը եւ գես լուրջ կես կադագով գսել ինչ կա դուդու ինչու կիցդ կախերես մեծ մորս դժկույն եւ արհամարական շտները չէին զիջաներ պատասխանելու այո այսօրվան բաժինը ստմնցավ հաջորդին պիտի շարունակեմ ցտեսություն